երկը Ավետիք Իսահակյանի խոսքերով ողջունեք, ղեկավար Մանե Խաչատրյան։ Իշելով մեր շատ լավ ընկերներին Յուրա Գզոյան, Մարետա Բադարյան։ Յուրային գիտեմ հեռուստատեսությունից միասին շատ ենք աշխատել և մենք միասին Յուրայի հետ այդ մասին հետո կպատմեմ գտանք, բերեցինք Մարետային որպես երգչուհի։ Եվ այսօր ես համոզված եմ բոլորդ, ովքեր այստեղ հավաքվել եք, սիրում եք, հարգում եք և միշտ հիշում եք այս երկու տաղանդավոր մարդկանց, ովքեր ցավոք շատ կարճ կյանք ունեցան։ Այսօր Յուրան կլիներ 85 տարեկան, Մարետան 75 տարեկան։ Եկեք ծափարենք և ողջունենք նրանց ուշադրությանը կներկայացնենք մի տեսաֆիլմ, որը կպատմի Յուրայի մասին, սկսում ենք Յուրայից, և այսպես տեսաֆիլմ Յուրայի մասին։ Եվանից գաղթած Վասիլի և Աստղիկի ընտանիքում։ Երեխաներից ավագն էր, փոքրուց սիրում և զբաղվում էր երաժշտությամբ։ Յուրան շնորհը շատ երեխա էր։ Նա թար և կիթառ էր նվագում, զբաղվում էր լուսանկարչությամբ, ուներ բացառիկ երաժշտական դասախոսություն։ Վաղ հասակից է սկսել աշխատել Յուրան։ 1957-ին նա արդեն երգի պարի վաստակավոր անսամբլում էր, որը ղեկավարում էր Մեծան Թաթոն Ալթունյանը։ Ջերմ էր Ալթունյանի վերաբերմունքը Յուրայի հանդեպ, և վարպետը հաճախ էր կրկնում. «Տղա ջան, քո արվեստն է, բաց չթողնես»։ 1960 թվականից Յուրա Գզոյանը Հայաստանի հեռուստատեսությունում է, որը առաջինն ու միակն է այդ տարիներին։ Ես հիշում եմ խմբագիրներին, ասիստենտներին, պոմպերներին, ռեժիսորներին, շատ ջերմությամբ, առայսօր։ Եվ դրանցից մեկը իհարկե Յուրա Գզոյանն է, որը շատ երիտասարդ տարիքում եկել է և աշխատում է դեռ ռեժիսորի ասիստենտ իր մայրիկիս մոտ։ Եվ ես երեխա ինձ համար միևնույն է ինքը ինչ շատ ես ընկալում էի լավ մարդիկ և լավ մարդիկ և շատ դրական իմպուլսներ էր գալիս Յուրա Գզոյանից դեպի փոքր տղան։ Մոտավորապես 45 տարի առաջ է, երբ առաջին անգամ հանդիպեցի Յուրի Գզոյանին, ես մասնակցում էի մոտամեկան մի հաղորդման, որի ռեժիսորը Յուրի Գզոյանն էր։ Եվ չգիտեմ, հեռուստատեսությամբ ես սիրահարվեցի հեռուստատեսությանը։ Այդքան կազմակերպված, այդքան պատրաստված, այդքան տեղյակ, նույնիսկ մասնակից երեխաների բնավորությունն էր հասցրել հասկանալ Յուրի Գզոյանը և ինչպես վարվել յուրաքանչյուր երեխայի հետ։ Մանկական երիտասարդական խմբագրություններում աշխատելուց հետո նա տեղափոխվում է երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրություն որպես գլխավոր ռեժիսոր։ Միաժամանակ սովորում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավորության ֆակուլտետում։ Այստեղ իր ղեկավարն էր հայ երգչախմբային արվեստի տաղանդավոր ներկայացուցիչ Էմմա Սատուրյանը։ Յուրա Գզոյանը մասնագիտական կրթություն ստացած խմբավոր մասնագիտությամբ երաժիշտ էր, բացակայք երաժիշտ էր, ով երկար տարիներ հեռուստատեսությունում աշխատելով ռեժիսոր հմտացել էր և դարձել այդ ոլորտի առաջատարներից մեկը։ 1973 թվականին եթեր հեռարձակվեց ABC երիտասարդական ծրագիրը, որի նկարահանումների ժամանակ էլ ծանոթացավ Մարետա Բադարյանի հետ։ Ես չգիտեի, որ Մարետա Բադարյանը Յուրի Գզոյանի կինն է, և տոնական մի նկարահանումների ժամանակ, որի ռեժիսորն էր Յուրի Գզոյանը, Մարետա Բադարյանը հերթական կատարողի նման մտավ ստուդիա և Յուրի Գզոյանը իր բարեկիրթ վերաբերմունքով, բարեկիրթ խոսքով, դուքով դիմելով Մարետա Բադարյանի հետ, եթե չէր կռահի, որ նրանք նույնիսկ մտերիմներ էր, չեմ ասում ամուսիններ։ Նկարահանումն ավարտվելուց հետո ուշերի անգամ և հեռուստատեսության մեքենան
ինձ պետք է ուղեկցեր տուն։ Մանիտապետարանը մեքենայի մեջ էր և քանի որ կին կա, կինը պետք է առաջինը իջներ։ Ամբողջ ճանապարհին նստած ունենք մեքենայում, Յուրի Գզոյանը կարծես սիահերում եք Մանիտապետարանին։ Ձերներ շորին իջակը գցեց ուսերին, որովհետև արդեն աշնանային եղանակ էր։ Դե նայում ոսում երևի որ մոտ եղա։ Հասանք տան մոտ և Մանիտապետարանի հետ իջավ նաև Յուրի Գզոյանը։ Երևի ուղեկցում եք մտածեց։ Հետո տեսամ որ միացին են գնում։ Ասում պարմակին Գզոյանը, մեր ամնակենքերերը, եկեք Գզոյանը, դուք ելեք այս շենքում ապրում, ասեց ոչ միայն այս շենքում, մի բնակարանում եք ապրում։ Մանիտապետարանի կինն է Արտիճան։ Եվ այստեղ է, որ ես երկրորդ անգամ զարմացա ճանաչելով Յուրի Գզոյանի աշխարհը և հասկացա, որ ընտանեկան սերը ոչ միայն կինոներում, ֆիլմերում կարող է լինել այդպես գեղեցիկ, այլև իրականության մեջ։ Յուրի Գզոյանը երկար տարիներ եղել է երաժշտական փոստարկղ հեռուստաշարի Իրականների երաժշտական ծրագիր Պոլիցիայի երեկո և այլ հեռուստահաղորդումների բեմադրիչը։ Իսկ 1974 թվականին Կարապիրճի տարածքում կազմակերպեց հեղինակային երգի առաջին բացօթյա փառատոնը։ Это распознавание есть те, кто смотрят те, Карапилычу Юрана Галецмес, ժողովրդի մեջ սխալը, շատ խորհրդատեղում շատ լավ բաներական, հազում են ուրիշ տարավորս այս բաներից ես տարիզորդել, իսկական արվեստը ըստ էության գալիս է ոչ պաշտոնական ապրիլներից, այսինքն ինքը իրան է մուսնում էլ, եթե իսկական արվեստը, ոնց որ խոտը կարող ասֆալտի տակից էլ դուրս գա, գլորը շատ տարբեր մտածողություն բերում են ասածներից։ Եվ միշտ իր հետ բերում են նորություն։ Մարդիկ երկեր են գնում, ասենք իր նման մեկը կամ Նասիկով եք տնած ցույց տալ, այն ինչ որ մարդիկ չեն տեսնում, այն որ պաշտոնական է վստահությունը թույլ չեք տալու, չեն ընկալում, չեն հասկանում այն երկերը։ Այն ժամանակ շատ կային պատանեկան, նվագախմբեր, ժողովրդական, դասական և բոլոր նման նկարահանումները անպայման պետք է ռեժիսորը լիներ Յուրի Գզոյանը, որովհետև նա նախաձեռնի իմացություն ուներ պարտիտուրաների մասով և ժողովրդական և դասական ստեղծագործությունների։ Դա մի այսպես վարպետության դասեր էր, որ պետք է տեսնել ու սովորել։ Ասեմ նաև, որ Յուրանում շատ համեստ մարդ է և ցուցադրվել չէր։ Եվ աշխատանքին այնքան նվիրված ինձ Էլիզան մի բան պատմեց, որ ես շատ ասվեցի, ջերմում էր Յուրան, բայց անպայման պետք է գնար նկարահանման, որտեղ այդ օրը պետք է նկարահանեին ռեգբի։ Եվ դրանից հետո Յուրան հրաժեշտ տվեց կյանքից։ Ես մտածեցի սիմվոլիկ է, տեսեք, ռեգբեմ և ինքը հեռանում է կյանքից։ Բայց Յուրան չի հեռանա մեր սրտերից, մեր հիշողություններից, որտեղ նման մարդիկ հատկապես հիմա այնքան քիչ են։ Եվ այդ առումով ես ուզում եմ բեմարդակ հրավիրել մի արվեստագետի, ով մանկուց գիտի Յուրային, մեր շատ սիրելի Գևորգ Մուրազյանը, մայստրոն, խնդրեմ որ 18 թե ավելի տարիներ աշխատեց Ստեփանակերտում, ստեղծեց այնտեղ կամերային նվագախումբ, եթե չեմ սխալվում, Գևորգ Մուրազյանը Ինձ համար անչափ դժվար է խոսել Յուրայի մասին անցյալով, բայց դե կյանքի այդպես ոչ ոք չի ապահովում։ Ինձ տեսակ արդեն զգացի, թե ինչպիսի անձնավորություններ է Յուրան։ 64 թվականին եմ ծանոթացել անցյալ տարի, երբ որ ընդունվեցի ուսումնարան Հովհաննես Մելիքյանի համար, ինքը ինձանից 7 տարի մեծ էր, 7 տարի բավականին մեծ տարբերություն տարիքային, ես ովին դեռ ոչ մի գիտելիքներ չէր իրավիճակում, առանց նախնական կրթության երաժշտական դպրոց չեմ հաճախել, իմ ուսուցիչների հետ միասին մեկտեղ
ինքը մեծ դերակատարություն ունեցավ իր կայացման մեջ որպես արվեստագետ, որպես եթերսորայսում կամ ես որպես Գևորգ Մուրադյան ժողովրդական արվեստագետ, դա հենց այնպես չի լինի։ Իր բարի խորհուրդներով պետք է ասեմ Շտեյմանյանն ինքը ինտելեկտուալ առումով շատ հարուստ երգիծիչով լեցուն մարդ էր։ Ես ռուսական կրթություն ունեի, ինքը շատ նրբորեն ինձ շեղեց դեպի հայկական գրականությունը։ Ես Չուչևով, Ֆեյկով, Եսենինով, Պուշկինով, Ռաբովաց, Լերմոնտով եւ այլն եք ասում, եկա միջայր միայն կարդացել եմ, սավել եմ մեկ երրորդ մասնեք ունի, բայց ինքն շեղեց անսպար եք այս անի Եզեր օվկիանոսը հատկապես մեր հայկական պոեզիան ես սկսեցի ուսում այդ հարստությանը սկսեցի իրավեկել ստի դա մեծ ինքը շատ ներբորեն է ես եմ ամոթած անձնավորություն է 17 տարեկան հարց չէի տալիս վախենում որովհետև հարց տալուց երևում մակարդակը է հարց տալու մակարդակը երևում է բայց անցան տարիներ դա վերածվեց մեծ ընկերության պետք է ասեմ բոհեմական կյանք ենք մենք վարել Կայարանի տանը այնպիսի երեկոներ ենք անցկացրել իրեն մայրիկին պատրաստած ոչ չէր կարող էլի համատվել է երում էր սենյակ ուսելը հանցում ենք մոմի լուսի տակ ուշտում ենք բախյան եղետիները ինչ նորություն այն ժամանակ ես մեզ չէր համակարգիչ չկար ով ինչ ձայնապնակ կարողացել դնել երում ենք այդ երեկոներ անցկացնում ենք այսպիսի օրեր եմ անցկացնում եք ուժեղ գիտեր սիրել մաքուր մենք միասին ծովափ գնացինք երկու չանցած ասեց այ հետ գնանք էլի ասում Գյուրա ջան նորը վիշապը գնանք ամոթ չեմ դիմանում այսպիսի անձնավորություն էր հետո պարզվեց որ սիրահարվել է մարետանատաները չգնահի անձնավորություն երկջույի այդ նույնպես բազմաթիվ օրեր ենք անցկացրել այդ հանդիպումներն միայն արվեստին էր առաջվում արվեստի վերաբերվում թեման արվեստ է Յուրան շատ տաղանդավոր երաժիշտ է խմբավար բայց նախասիրությամբ ինքը շատ հեռուստատեսային մարդ եւ ժամանակին այդ խմբավորությունը երբ որ աշխատում էր երաժշտական այդպես բազմապիսի բազմաբովանդակ բազմաբնույթ հաղորդումներ լույս տեսան այդ տեղակետ Ինչ հասեմ, են եմ ասում, անցյալով մի բան սխալ եմ արել չգիտեմ, չակրտերն է չայեց, դա սխալ է, ես մարդկանց շատ դժվարությամբ եմ ստեղծություն անում, ես այն ինձ մեր ասեց կներեք եմ ես դեմության արվում, ասեց այ գնենք ուրայն տեսնենք, ասեց եզի չեմ գա, ես ուրան քի մեջ այդ վար կեպարը մնա է ես, ուստը կարող եմ դայնք, այսպես չեմ սխալեմ չեմ ինքինց կներեք աստվածի հետ կոշտել է իր հավերժական լույսով որքի լուսավորված է հիմա ինքը տեսնում է նա շնորհակալություն այս երեկոմ կազմակերպողների իհարկե լավ է որ մարդու մեծարանի կյանքի օրոք ես բազմաթիվ հոդվածներում հարցազրույցներում այդ միտքը արտահայտել եմ Ստեփանակերտում վերջին 19 տարի մեզ աշխատեցի, ինչքան որից հաջողվեց այդ սկզբունքը առաջ տալ։ Էդվարդ Միրզոյանի 85-ական արեցի իրեն հրավիրեցի անպայման։ 95 ոք չէ հրավիր, ներմասել է դիթանեց, բայց բատարով չի համարցել։ Ռուբեն Ալթուն, Տիգրան Մասում, այդքանը հասցրել եմ, անեն կյանքի օրը մեծանել, այդ մահաստեղծել, որտեղ դա երկրանից պահ է, յուրաքանչյուր կատարող է հիմար արտիստի համար։ Այդ ծափորությունները։ Յուրայի մասին կարելի անվերջ խոսել, բայց տաքսիով որ գալիս ենք, ասացի, հավաքում եք, ասում ենք, ինչ խոսեմ, դեպ վիդեոյի, պետք է ցուցադրի, ես ինձ նայեցի այն մտքի, որ պետք է քիչ խոսեմ, ասում, դե առայժմ շատ չեմ խոսել, կներեք իմ շարքը ստացում, բայց յուրայի մասին կարելի անվերջ խոսել։
հիշողությունս թղթի տա, երբ որ այդ հիշողությունները վերածվեն մեմուարների, ես կարծում եմ միշտվար մասը այդ էջերի նվիրված կլինի Յուրի Գզոյանին։ Երբ ինչ խոսք նրա չքնավ իգնոջը մարետապատակն, որտեղ այդ հիշողությունների մեջ միշտ կա, միշտ արտա է։ Ես այլ Շնորհակալություն։ Ուրեմն 1900 Նա 1974-ից աշխատել է
Վարոնյանի անվան Թիֆլիսունինը միջնակարգ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի, զուգահեռ նույն թվականներին Ռոբերտ Մավիսակարյանի հետ հեռուստատեսությամբ վարում էին անգլերեն դասընթացներ։ 8-րդ դասարանում էի, երբ առաջին անգամ մեր դասարան մտավ շատ գեղեցիկ առակնով, ժպտադեմ, երիտասարդ, մեր անգլերեն լեզվի նոր ուսուցչուհի։ Եվ առաջին իսկ օրվանից բոլորը սկսեցինք սիրել իրեն, քանզի ինքը շատ ինքնատիպ, բարձր գիտելիքներով և շատ ընկերական էր։ Մարիկա Բադալյանի շնորհիվ ես սկսեցի սիրել անգլերեն լեզուն, և ես էլ դարձա իր սիրելի աշակերտուհիներից մեկը։ Իսկ հետագայում, երբ վերադարձա դպրոց աշխատելու, մեր մտերմությունը փոխվեց ընկերությանը, և այդ ժամանակ ծանոթացա նաև Յուրի Գզոյանին, որը նույնպես լավագույն մասնագետ էր իր գործին նվիրված։ 1982 թվականներին Մարիետա Բադալյանը մասնակցում է Սովետական միության «Տավարիշ Պեսնի» հեռուստատեսային մրցույթ փառատոնին և արժանանում հեռուստադիտողի համակրանք մրցանակի։ Մայիսի 9-ին էր և հանկարծ լսում եմ 55 տարվա հեռավորության վրայից մեր հայրենական պատերազմի գեղեցիկ, խորոք, պարզունակ երգերը ազնվությամբ եմ ասում, ես շատ հուզվեցի, հետ գնացի 55 տարի առաջ, որ ոչ մագնիտոֆոն կար, ոչ հեռուստատեսություն, հենց սև շրջանակ կլոր ռադիոների մեջից, որ լսում էինք այդ երգերը։ Ես շատ հուզվեցի և ի պատիվ Մարետայի, այսօր խորին շնորհակալություն եմ հայտնում, որ Մարետա ջան դու կաս, քեզ հետ կան մեր լավագույն հիշողությունները։ Մելոդիա ֆիրմայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Օսիպովը իր ձայնապնակների սրահի հաճախորդների շրջանում անցկացրել էր հարցում, որից պարզվել էր, որ նրանք գերադասում են լսել երգչուհու երգերը, բայց Մարիետան ձայնապանակ չուներ։ 1990 թվականին Մելոդիա ֆիրման թողարկում է երգչուհու առաջին ձայնապանակը։ Մոսկվայի Մելոդիա ֆիրմայի խմբագիրը Սիմոն Կայնեն եկավ Երևան և զարմացած ասաց. «Ախր ես չեմ պատկերացնում, ոնց կարող է բանտերին լիրիկը Նադեժդա Երազարյանի երաժշտության հետ գիտարի հնչել»։ Ասի Կայնի Գեորգի, միասին երկու երգ լսեք։ Ձայնագրությունը միացրեցի, նա լսեց և զարմացած ասաց. «Это единственный, удачный случай городского романса на армянском языке. По крайней мере, я за последние 50 лет ничего подобного не слышал». Տարիներ հետո 1995 թվականին ԱՄՆ-ում Բարսելյան ռեկորդս ընկերությունը թողարկում է երգչուհու ձայնասկավառակի CD տարբերակը։ Այս երկուսին շատ կարոտում եմ, իրենք անշուշտ ապրում են իմ երևակայական աշխարհում, իմ հիշողություններում, իմ նաև այսօրվա և վաղվա այսպես գաղափարների մեջ, բայց կարոտում եմ, որտեղ ֆիզիկապես այդ մարդիկ շատ կարևոր էին մեր երկրի, մեր ժողովրդի, մեր այսօրվա արվեստի և հեռուստատեսության համար։ Նրանք երկուսներից շատ սիրելի մարդիկ էին, նրանց հիշատակեցման շատ հանրան։ Ծառայություն արվեստին մասնակցություն է ժողովրդի անանձարժեքների ստեղծմանը։ Երբ աշխարհ ես գալիս, նույն այդ ժողովուրդը քեզ պատրաստի մատուցում է դարերից եկած ողջ հոգեվախուստը,
Աչք ես բացում ու տեսնում Աստծո բարձրության հետ վիճող լեռնաշխարհն իր հույներով, լսում Կոմիտասյան երգը և մեջդ առաջանում է այդ ամենին քո հնչյուն ավելացնելու ցանկությունը։ Մարիետա Բադալյան
Մարյանան, Սիրելի հանդիսատես Նավալի Եկով, Արգելի հանդիսավար, շատ շնորհակալ եմ ձեզ, որ դուք մեզ հնարավորություն եք ընձեռել նաև խոսել, եթե դեմ չեք, Սիրելի հանդիսատես, այստեղ այն մարդիկ են, ովքեր եկել են երաժշտության, արվեստի սիրով, մեր սիրելի Մարիետա Բադալյանի սիրով, շատ բաներ ունեմ ձեզ իրականում ասելու և այդ շատ ասելիքների մեջ ամենակարևորը ես նստեմ, եթե դեմ չեք, որտեղ պիտի քիչ-քիչ տեղավորվեմ, Վախթամ ջան, ես որտեղ եմ նստելու։ Իսկ իմ միկրոֆոնը որտեղ է, այստեղ լինելու։ Վախթամը միշտ կտեղավորի ամեն ինչ, սիրելի ընկերներ։ Ես վախտ ունեմ ոչ միայն կիթառով ստեղծագործել ու լինել հեղինակ կատարող և այդ աղերսներն ու զուգահեռները գրել ինձ վրա, որովհետև լավագույն առավել հետաքրքիր կապը իմ զուգահեռը և մեծ պատիվը, որ այդպիսի զուգահեռում կա ինձ միշտ տարել են Մարիետա Բադալյանի հետ, ասել եմ, որ դուք այդքան երգում եք։ Ես նաև ունեցել եմ բախտ և երջանկություն անձամբ ծանոթ լինելու և վայելելու Մարիետայի և քնքշանքը և ընկերությունը և քրոջ նման գորովանքը։ Իսկ այսօր պարզվեց նաև, որ շատ տարիներ առաջ, ավելի վաղ քան ես երբևէ ճանաչում էի կամ կկարծեի, ես նաև երգել եմ նույն բեմի վրա Մարիետայի ավագ դրսեր Ձիաննայի հետ։ Սա այսօր ինձ համար կալվածվեց և մինչ ես այս շաբաթվա ընթացքում պատրաստվում էի ձեր առջև ելույթ ունենալ և ընտրում էի, թե որ երգերը պիտի կատարեմ, բնականաբար առավել անկեղծ պիտի լիներ և այդպես է, երբ մարդը իր ներքին զգացումից է խոսում և այսօր ես ընտրել եմ այն երգերը, որոնք իմ առաջին մանկական հիշողություններն են Մարիետա Բադալյանի կատարմամբ, ես նաև ինքս եմ երգել բեմի վրա և երգերից մեկը անգամ չեմ իմացել, որ Մարիետա Բադալյանն է մեր հետ երգը։ Մենք այստեղ ունենք արդեն միկրոֆոն, դեռ չունենք միկրոֆոն, հիմա կարծում եմ կմիացնել։ Հուսամ դուք ներողամտաբար ընդունում եք մեր տեխնիկական փոփոխությունը, բայց միևնույն է պիտի ասեմ, շատ հաճելի է ձեզ բոլորին տեսնել այստեղ։ Նաև այդ կարող եք տեսնել։ Եվ այնուամենայնիվ պիտի ասեմ մի կարևոր բան, այսօր շաբաթվա ընթացքում, երբ ես պատրաստում էի մտորի իմ այսօրվա ելույթը ձեր առջև, թերթում էի ու գտնում էի բոլոր հնարավոր ձայնագրությունները Մարիետայի կատարմամբ, չեք պատկերացնի ինչքան եմ արտասվել, որովհետև ունկնդիրներից շատ-շատերը անգամ չեն գիտակցում, որ նա այլևս մեզ հետ չէ։ Խոսում եմ նրա հետ ներկա ժամանակով, ասելով ինչ հրաշալի ձայն ունես Մարիետա ջան, ինչ անուշեկո ձայնը կամ մարդիկ կավոտում են այս մելեդիներին։ Իսկ մենք այն ժամանակվա սերունդը, ովքեր մեծացան երաժշտության, քաղաքային ռոմանսի, լիրիկական երաժշտության մեղեդիների ներքո, մեզ համար այնքան սովորական էր, այնքան հարազատ, որ նույնիսկ զարմանալի էր, որ ինչպես պետք է լինի, որ չլինի երաժշտություն։ Եվ ես երջանիկ եմ ասելու, որ ինձ համար մեր մեծ պոետների բազմաթիվ լիրիկական ստեղծագործություններ Մարիետայի ստեղծագործության կատարման միջոցով են հասանելի դարձել առաջին երկին։ Եվ այս պահին ներսում կա անասելի ակնածանք այն աշխատանքի առջև, որը Մարիետան կատարել է ժամանակին առանց անգամ պատկերացնելու, թե ինչ ահռելի առաքելություն է։ Մենք այսօր բոլորս գիտակցում ենք, մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ կա այդ սովը, որտեղ կա կարիքը, պակասը և այդ պակասի հետևանքով անկիրթ և ընդհանրակ ցավոք սրտի անմշակ ու շատ քնքուշ ձեռքի կարոտող, քնքուշ ձայնի ու բարի խոսքի կարոտող հասարակությունը։ Այնպես որ ես այսօր ձեզ համար կիսվում եմ ինչ-որտեղ իմ, ինչ-որտեղ իմ սերնդի և ինչ խոսք նաև Մարիետայի հետ իմ ներքին երկխոսության արդյունք է։ Շնորհակալ եմ շատ։ Այո, ես արդեն ունեմ, շատ շնորհակալություն Նեջմիլային Դերսուրի։ Առաջինը, որ կկատարեմ ձեզ համար, դասական ստեղծագործությունը ես այդպես եմ այն ընկալում,
Եվ ժամանակին այդպես էլ երկել ենք մենք դեմից, բայց միշտ ես դա նույն բանը ասում ճիշտ ասած գիտության համար, գիտությունը վեհ բարձր, մենք մարդիկս փոքրիկ, ցածր ներքևում, երբեմն թարգմանիչներ են պետք, միջնորդներ են պետք այն ավելի հանրամատչելի դարձնելու համար, եւ հաճախ դասական երաժշտությունը բարձր, վեհ, շատ բարձր, բայց երբեմն դարձյալ մեկնաբաններ են պետք ավելի հեշտորեն ականջալուր դարձնելու համար, եւ այս ստեղծագործությունը երևի թե դրանցից մեկն է, թող ներվի իմ համեմատությունը, այսպիսի համեմատությունը դասական երաժշտության հետ կապված, ես իմ երեխաներին մեծացրել եմ դասական երաժշտության կապեցի, բայց եթե հանկարծ չընդունեք խոսքս դա միայն թարգմանչի գաղափարի մասին է։
շնորհակալություն ծաղիկների համար։
հանդիպեցի այդ մեծ երկչուղը Տարաքսայ Գուրզաջանի, Շիրամը ասել էր, Արաքսին երկում է այնտեղ Ես մի երկ երգը նվիրված է
թվականների Երևանին, որտեղ ամեն մի փոքրիկ պատուհանից լույս, մոմի լույս, ամեն շատ լույս էր բերում այստեղ ապրելու համար, եւ կոչվում է հարազատ ստրներ, գրել եմ մի ֆիլմի մեջ ներկայացվել է եւ 90-ականներին նվիրված ֆիլմ էր, կոչվում է հարազատ ստրներ։ Երկու խոսք ուզում եմ ասել իմ լավ ընկերոջ
Յուրայի և ընկերների մասին, իմ լավ ընկերների մասին։ Յուրայի հետ ծանոթացել եմ 80-ական թվականների այդ ժամանակահատվածում և տարեմուտի այդ համերգները երբ նկարում էր մեզ, ես բավականին պատանի 15 տարեկան ակունք ազգագրական անսամբլի հետ և ուշադրությունը, իմ նվագի հանդեպ ուշադրությունը ստացվեց, այսինքն չեմ կարող ասել, որ նա ինձ հրավիրեց նկարահանումների։ Ինձ նկարեց Զվարթնոցի տաճարում փոքրիկ ֆիլմատիպ հաղորդումներ իմ մասին և մեր ընկերությունը ստացվեց։ Իհարկե տարիքային բավականին զգալի տարբերությամբ, բայց ստացվեց։ Եվ ոնց որ ժողովուրդն ասում էր, աստղերը բռնեց և մի կարևոր բանի մասին եմ ուզում նաև հիշատակել, այդ թվերին իմ եղբոր տղան Գուրգեն Դաբաղյանը 6-7 տարեկան էր։ Ինքը երգում էր իր համար ժողովրդական երգեր, ոչ մեկ իրան չէր ասում երգի կամ երգեր։ Եվ որ իմացանք, զգացինք իր բնությունից տված այդ շնորհը, ես Յուրային ասեցի, իմ եղբոր տղան երգում է, խնդրեմ լսես, իրեն ուղարկեցի ձայնագրությունները, լսեց և ասեց չեմ հավատում։ Ասեց հիմա ինքն է երգում, չես հավատում։ Ասեց ման կենդանին են լսել։ Եվ մենք հրավիրեցինք Սերժի Մարությանին և Յուրային մեր տուն, աղջիկների հետ միասին շատ փոքր էին և Գուրգենը երգեց 7 տարեկան էր։ Եվ ինչ եմ ես խոսակցությունը տանում, որ դրանից հետո Յուրան հուզվեց շատ, իմ իրոք շատ հուզարատ մարդ էր, հուզվեց, կարմրեց, քրտինքը տվեց վրան, ասեց չեմ հավատում, ասեց ես երեխային պետք է նկարեմ։ Եվ մենք առաջի նկարանումները պատրաստեցինք, որտեղ այն ժամանակ ոչ մի երեխա չէր երգում ժողովրդական երգեր։ Մեր համար լրիվ նորություն էր։ Եվ Գառնի այդ ձորի հատվածում նա արեց 96 թվականներ, եթե չեմ սխալվում, Գուրգենը 8 տարեկան էր։ Եվ արեց առաջին նկարանումները, հեռուստատեսությամբ ցույց տվեց, մի խոսքով այդ ժամանակ բավականին դժվար էր, որտեղ երեխան պետք է երգեր ժողովրդական երգեր եւ այլն։ Բայց Յուրան այդքան սիրելով ժողովրդական երգերը, ժողովրդական երաժշտությունը ամեն կերպ մեզ փոխում էր օգտակար լինել եւ մենք ընկերություն ենք անում։ Ես նոր շնորհավոր եմ լավ ընկերներին Յուրային եւ Մարետային իրենց ծննդյան երկնային ծնունդը եւ ցանկանալ եւ ասել, որ մենք իրենց միշտ հիշելու ենք, որտեղ իրենք բան են թողել այս աշխարհում։ Եվ մենք այսօր ընկերների հետ Վարդանի եւ Արթուրի հետ պետք է կատարենք մի ստեղծագործություն կարոտ, որը գրել է Մարիետա Բաբալյանը, երկար ժամանակ մտածում ենք ինչ նվագել եւ այս երգը լսելով ես հասկացա, որ սա կարելի է դուք նվագել եւ ընդհանրապես մեկ փորձ արեցինք եւ հիմա սիրով ներկայացնում ենք ձեզ ուշադրություն։
սիրելի հանդիսատես, ես նույնպես ուզում եմ երկու խոսք ասել այդ ժամանակահատվածից եկած, երբ մեր հանրապետությունում մի հեռուստաընկերություն կար ընդամենը եւ պատկերացրեք ինչ ժողովրդավարություն էր, ժողովրդականություն էր վայելում այդ հեռուստաընկերությունը եւ այդ հեռուստաընկերության գլխավոր երաժշտական ռեժիսորը Յուրա Գոյանն էր, մի մարդ օժտված մարդկային բարձր հատկանիշներով, լավ ամուսին, հիանալի հայր, լավ ընկեր, լավ գործընկեր, մի խոսքով կարելի է երկար խոսել նրա մարդկային բարձր հատկանիշների մասին։ Եվ ես բախտ ունեցա լինել նրա ընկերը եւ համագործակցել նրա հետ երկար ժամանակ։ Եվ իհարկե ուզում եմ ասել, որ այն ժամանակ նրա մուսան եւ նրա կյանքի ընկերուհին Մարիետա Բադալյանն էր մի յուրահատուկ կին, որը օժտված էր հրեշտակի ձայնով, շատ երաժշտական, յուրահատուկ ինքնատիպ կատարումներով եւ նրանք շատ էին սիրում կիթառը։ Դե ես այդ կիթառ էի նվագում, այն ժամանակ 17-18 տարեկան էի եւ Յուրան հետաքրքիր երաժշտական նախագծեր կազմակերպում։ Նա ուրեմն այդ նախագծերից մեկը, որը կոչվում էր Աշուն, ես ունեի մի հետաքրքիր երգ Վահան Տերյանի բառերի վրա գրված Աշունյան ձրև, իմ առաջին ստեղծագործությունն էր, ասեց մարդը իմ սենց մի բան եմ մտածել այդ հաղորդման ժամանակ, դու ամեն երգչից երգիչ ընկած այդ ազատ տարածքում երաժշտական այդ պաուզայում գիտար նվագես, ես բացի որ ռոք էի նվագում, այն ժամանակ նաև շատ էի սիրում դասական երաժշտություն եւ գիտարի համար գրված ուրեմն գործեր կային դասական սովորում էի եւ նվագում։ Նա ասեց այդ արարքներում նվագիր այդ գործերը, ես Մատեո Կավկասի ուրեմն գործերից, որոնք փոխադրված էին գիտարի համար, կատարեցի, կարապի լճում էր այդ ամենը կատարվում եւ շատ լավ ընդունվեց մարդկանց կողմից։ Եվ ասեմ, որ Յուրան մեծ հնարավորություն տվեց շատ շատերին, որպեսզի ինքնահաստատվեն եւ առաջ գնան այս հետաքրքիր երաժշտական աշխարհում։ Ասեմ, որ մենք Յուրայի տան կողքը մի փոքր կառույց կար, սեփական տան, որտեղ Մարիետան եւ Յուրան շատ հետաքրքիր երեկույթներ էին կազմակերպում, շատ ջեր, եւ որտեղ մենք մտածում ենք հետագա մեր ուրեմն անելիքների մասին եւ ես շատ ցավով եմ հիմա հիշում, որ մենք մի մեծ ալբոմ արեցինք շատ միջազգային յուրահատուկ երգերով եւ իհարկե հայկական երգարվեստի գործեր կային, բայց եւ մի ձայնագրման ստուդիա կար, ռադիո Գոհիդեի վերևում էր գտնվում վերևի հարկում, որտեղ շատ դժվար էր ժամեր վերցնել։ Մենք այդ ստուդիայում ձայնագրեցինք այդ ամբողջը, բայց չգիտեմ ինչ պատճառով, ոչ արխիվում կա, ոչ մեկից մոտ չկա դա, եւ ավելի շատ ցավում եմ, որ այնտեղ կային երկու գործեր, պարոնտերաներ, որոնք ես շատ էի դրան նախապատրաստվել եւ շատ էի աշխատանք տարել, որ դա նախընչել։ Եվ քանի որ Մարիետան եւ Յուրան շատ կենսուրախ մարդիկ էին, կյանքով լցված, առանձնապես Մարիետայի մասին կարող եմ ասել, որ նա շատ օպտիմիստ էր, ես ուզում կատարել 80-ական թվականներին գրված իմ երգերից, որը ձայնագրվել է 90-ականներին եւ Բարսելոնա ռեկորդսում Ամերիկայի Միացյալ Նահանգներում CD-ով թողարկվել է։ Այդ երկու երգերը նրանք շատ էին սիրում եւ նրանց հիշատակին ես ուզում կատարել այդ երկու երգերը, առաջին կոչվում է Խնձորի այգին։ Հիմա ես հաջողով կատարել վերևան այդ գործը։
վերադասիր իմ պալանդավոր ընկերոջ Ռուբեն Ախվերյանի խոսքերը նա գրել այս երգի համար։ Հիմա կկատարեմ ձեր համար։ մոտիկացրել, անջարել այս գործիքներ, ես որ կատարել մի գործիքային համար, ոչ ես կողմասի չգիտեմ ոչինչ, որը երգ է, բայց ես այսօր գիտարի ուրեմն վարացում կատարել։
ողջունում ենք Արյանային, ասեմ, որ նա ամենափոքր թորնիկն է, որը Երմանետը, իրակեսիր երախան, Diana Tavrizyan, Yoray'da Maletay Tuzla Oturman Borçumay.
Ստեղծագործում եմ, ապրում եմ, աշխատում եմ Մոսկվայի հարավում, աշխատում եմ երեխաների հետ, իմ սերը ու իմ վերաբերմունքը փոխանցում եմ նրանց և պատասխան ստանում եմ այդպիսի վերաբերմունք, շատ ուրախ եմ, որովհետև իմ փոքրիկ տղան էլ անցյալ տարի ընդունվեց Գնեսինների անվան ակադեմիա, սովորում է այնտեղ, շատ շնորհակալ եմ ձեզ բոլոր ներկաներին, ովքեր այստեղ եք, որովհետև մեծ պատիվ է կանգնել հանդիսատեսի առաջ, ներկայանալ արժան ձևով, արժան ծնողներին, որպես զավակ, որպես հետնորդ։ Շնորհակալ եմ։ Այսօր առավոտյան դուք նրան տեսել եք հեռուստացույցով, պատմում էր այս երեկոյի մասին։ Էլիզա Դարյան նույնպես ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, վոկալի բաժինը, ցավոք վերջերս կյանքից հեռացավ նրա ուսուցիչը, Օլգա Զաքարյանը։ Ողջունում եմ, ինձ համար շատ հարազատենք եմ տեսնում, շատ շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ, գիսել եք հիշելու մամայի պակայացած ճանապարհը, շատ կարևոր էր ինձ համար այս երեկոն, որ շատ երկար պատրաստվում էի, շնորհակալ եմ, որ եկել եք։ Իժ
Հովհաննես Թումանյանի հայտնի Աղիչլավեն, մաման շատ հայտնի միակատարներից է։
Երեցվեց ինչքան է տխուր է ձեզ ծրվում ասել, ամեն դեպքում ամեն մի գեղեցիկ առիթ ունենում է իր գեղեցիկ վերջաբանը և ես համոզված եմ, որ կանցնեն օրեր, կանցնեն ամիսներ, կանցնեն տարիներ ու դուք սիրով, ժպիտով կհիշեք այս գեղեցիկ երեկո ցտեսություն, իջնոր